Խնդիր ունեն ժողովրդավարության հետ բոլոր տեսակի իրենց սահմաններին մոտ։ Դա փաստ է, չէ՞։ Նույն Ուկրաինան, նույն Վրաստանը ժամանակին։ Եվ հետեւաբար խնդիր ունեն ցանկացած ժողովրդավար իշխանության հետ, որտեղ իրենք բնույթով ժողովրդավար չեն եւ իրենց սահմանների մոտ ժողովրդավարությունը չեն հանդուրժում բոլոր հակաժողովրդավարական երկրները, ավտոկրատիաները, ավտորիտար երկրները, բռնապետությունները չեմ ասում։ Հաջորդը, եթե խնդիր չունենային, ինչի պետքա այս ամեն ինչը տեղի ունենար Հայաստանի Հանրապետության դեմ, այդ թվում նաև ռազմական ագրեսիաները Ադրբեջանի կողմից, որոնք ըստ էության ողջունվում կամ առնվազն չէին քննադատվում Ռուսաստանի կողմից։ Ես կասեի հիմնավորվում են ՄԱԿ ԱԽ նիստում, հետո ասում են սահման չունեք, ինչի պետքա մեզ, այսպես ասած, հանդուրժեն, եթե մենք էլի ուժեղացնում ենք մեր ինքնիշխանությունը, այդ թվում նաև ռուսական ազդեցությունը թուլացնելով Հայաստանում նույն սահմանապահների հեռացումը սահմանային հատման կետերից Զվարթնոցի, Իրան-Հայաստանի, Հայաստան-Թուրքիա սահմանից, մեր սահմանապահների ավելացումը, սրանք գիտեք, լոկ խոսքեր չեն, որ ինչ որ արևմտամետ կամ չգիտեմ ինչա մետներ ասում են, սա գործողություններ են, որոնք մենք արել ենք, եւ սրանից ավելի այդպես ասած պողպատե մանդատ որ ունեինք, հա, դրանից ավելի ուժեղ գործողություն այդ մանդատի հնարավոր չէր պատկերացնել, որ մենք